Փառք Հիսուսին։ Այսօր ինչի մասին եմ ուզում խոսել։ Այսօրվա իմ քարոզի թեման ես այսպես եմ վերնագրել. ով ես դու Քրիստոսում։ Ով ես դու Քրիստոսում։ Ով գիտի թե ինքը ով է Քրիստոսում։ Ես կարծում եմ, որ սա ամենակարևոր թեմաներից մեկն է։ Մեկ ասեց ես հաղթող եմ, ամեն։ Գիտես, ով ենք մենք Քրիստոսում, ով եմ ես Քրիստոսում, շատ կարևոր է, որ մենք սա մեր համար ֆիքսենք եւ հասկանանք, հաստատվենք դրա մեջ։ Ցանկացած մեկ ով են քրիստոնյա կարծում, նա պիտի իմանա, թե նա ով է Քրիստոսում եւ Աստված ինչ է ուզում իրենից։ Եթե մարդը չգիտի, թե ով է նա մարմնի մեջ, Հիսուսի մարմնի մեջ, ապա նա իր անելիքն էլ չի իմանա, ճիշտ է։ Եթե չգիտեմ, թե ես ով եմ մարմնի մեջ, ես իմ անելիքն էլ չեմ իմանա, իսկ ինչ անեմ ես։ Ամեն կիրակի գնամ գամ հրաշալի է, բայց դա է ավարտը։ Դա լավ սկիզբ է, բայց ես ինչ պիտի անեմ, Տեր քո համար։ Պատկերացու, որ օրինակի համար սիրտը մի օր որոշի, որ ինքը այսօրվանից կույրաղիկ է։ Եվ ընկնի պրիստուպների մեջ տանեն հանեն։ Սիրտը։ Որտեղ ինքը կույրաղիկ է, ինքը այդպես է ուզում այդ օրը։ Կույրաղիքը չէ, մենք գնում կտրում հանում ենք, կյանքը շարունակվում է։ Բայց եթե սիրտը կտրես հանես, կյանքը կշարունակվի։ Գիտես, եթե սիրտ է ստեղծված, ուրեմն դու պիտի սիրտ լինես։ Դու չպետք է կարծես, որ ես պիտի գրեմ կույրաղիկ, այսօր ուզում եմ կույրաղիկ լինեմ։ Այսօրվանից ես հատուկ հայտնություն եմ ստացի Աստծուց, ես կույրաղիկ եմ։ Շատ հեշտ կարան կտրեն, հանեն, հա։ Կամ օրինակի համար մի օր ձեռքը որոշի չենթարկվի մարմնին։ Անկանոն շարժումներ անի, ում տենի ապտակի։ Անկանոն շարժում է, չի ենթարկում գլխին։ Ինքը անկախ մարմին է։ Տեսել եք անկախ մարմիններ։ Չէ լավ, անկախ անդամներ մարմնի մեջ։ Ես անկախ եմ, ես իմ լինել կան մարդիկ, որ ասում են, օրինակ եկեղեցի չեն գնում, արդար ասում են նրանով, որ իմ հովիվը Հիսուսն է։ Ես անկախ անդամ եմ Տիրոջ տիեզերական մեջ, մեծ մարմնի մեջ։ Ու ես ինչ ուզում անում եմ։ Անկախ, ինքը անկախ է։ Տեսել եք, որ դրված են, այսպես փչած բաներ կան, որ հրավիրում են ինքը այսպես անկախ ինչ ուզում անում է։ Հրավերներ անում, ում ուզում ապտակում է, բզում է, բշտում է, ծիծաղում ենք, չէ՞։ Գիտես, այդպիսի անդամներ կան Տիրոջ մարմնի մեջ։ Անկախ, չեն ենթարկում ուղեղին, իրանք անկախ անոթներ են, անկախ կամ քիթը հանկարծ որոշի, որ ինքը աշկա ու սկսի գնամ տենամ ինչ են անում, թեև այդպես հաճախ լինում։ Քիթը խոթում է, սրա նրա կյանք, ինքը որոշել է, որ ինքը այսուհետ աշկա ու գնամ տեսնեմ ինչ է կատարվում։ Եթե Տերը քեզ քիթ է ստեղծել, եղիր լավ քիթ, մշտապես բաց Տիրոջ համար։ Եթե Տերը քեզ ստեղծել է ականջ, եղիր լավ ականջ։ Եղիր այն եւ մշտապես բաց Տիրոջ խոսքը լսելու համար։ Հիմա հարց, եթե Տերը ստեղծել է օրինակի համար ականջ եւ դու լսում ես, ու ականջը որոշում է խոսա, կարա խոսա։ Ես ուզում եմ, որ մի հատ հասկանանք, հա, ականջը պիտի փոխանցի մտքին, միտքը բերանին, բերանը խոսա, ամեն։ Հաճախ ականջները գնում են, Աստծո համար բացվում են եւ իրանք էլ խոսում են։ Այդպես սխալ է, չէ՞։ Աստված խոսում է եկեղեցու մասին, բերելով օրինակ բերելով մարմնին, մարդու մարմնին։ Մարմնի հետ է համեմատում եւ այդպես է ուզում ցույց տա, թե ամեն մի անդամը ինչով է կարեւոր եւ մենք ինչպես պիտի իրար համագործակցենք։ Բաներ կա օրինակի համար ինձ տրված չի։ Ես չեմ կարա գնամ ինչ-որ մեկին մի բան ասեմ։ Որովհետեւ ես այդ մարդուն բանալի մարդ չեմ, որ ասեմ կվնասեմ։ Կարա ասի նրա կողքինը։ Ես կարամ լինեմ Աստծո համար ականջ, Տիրոջից լսեմ եւ ասեմ, չգիտեմ, Ինեսային, ասեմ Ինեսա ջան, գիտես, գիտեմ քո մոտիկն է, քո ընկերն է, իրան ասա,
լավ կլինի, որ այսպես իրեն ուղի, չէ, օրինակ եմ բերում։ Որտեղ եթե ես ասեմ կվնասեմ, եթե ինձ ասի չի վնասի։ Դա համար եթե ստեղծված եմ ականջ, ես պիտի բաց լինեմ։ Ուշադիր լսեմ Տերը ինչ ասում եւ մշտապես բաց։ Եթե Տերը ստեղծել է քեզ, որ դու լինես կրունկ, եղիր այն։ Եվ եղիր լավ հենարան ոտքի համար։ Այդպես էլ Տերը մեզ ամեն մեկից մի բանի համար ստեղծել է։ Մենք բոլորս քույրեր եւ եղբայրներ ենք Քրիստոսում եւ մենք պետք է Պետրոս 4:10 յուրաքանչյուրս ինչ շնորհք որ ընդունել է այն իրար մատակարարենք որպես Աստծո զանազան շնորհների բարի տնտեսներ։ Հիմա ով ինչ շնորհ որ ընդունել է, իսկ մենք ընդունում ենք Աստծուց շնորհները, դա մեզանից չի։ Ով ինչ շնորհ որ ընդունել է, իրար մատակարարեք։ Այդ շնորհը պիտի ոչ թե ինձ ծառայի միայն։ Եթե ես լավ ասենք, լավ չեմ պատրաստում, լավ ձվածեղ եմ անում, օրինակ, լավ ձու եմ խաշում։ Օրինակ, անես ձու եմ խաշում, ինձանից լավը չկա այդ ոլորտում։ Օրինակ, լավ ձու եմ խաշում, դա այդ իմ շնորհը չպետք է միայն ինձ ծառայի, ես պիտի կարողանամ այն հյուրասիրեմ օրինակի համար։ Իրար մատակարարեք, ասում է, ինչպես Աստծո զանազան շնորհներից, շնորհերը զանազան են եւ բարի տնտեսներ։ Ինչ շնորհ էլ որ ընդունել ենք, ինչ պարգև էլ որ ունենք, այն պիտի ծառայի Քրիստոսի մարմնի համար։ Ու Քրիստոսի մարմինը պիտի փառավորվի։ Քրիստոսի անունը պիտի փառավորվի։ Մարմնի մեջ ցանկացած անդամ աշխատում է ամբողջ մարմնի համար, ճիշտ է։ Ցանկացած անդամ աշխատում է ամբողջ մարմնի համար։ Այդպես է Քրիստոսի մարմնի մեջ է։ Ամեն մի անդամ պետք է աշխատի մարմնի համար։ Ցանկացած անոթ, ցանկացած ծառայություն պետք է աշխատի Քրիստոսի համար։ Եթե մեկը իրեն առանձնացրել է մարմնի մեջից, հիմա շրջանակ է գծել իր շուրջը, այսեն շրջանակ։ Ինքը իրան այսպես ապահովագրում, հա։ Գիտես ինչ պիտի անենք ես եւ դու։ Մենք պիտի վերցնենք մի հատ ավելի մեծ շրջանակ գծենք նրան ներառելով մեր շրջանակի մեջ։ Սա կոչվում է Քրիստոսի սիրտ ունենալ։ Մարդը կարող է իրան այդ շրջանակը գծել եւ իրան ուզում առանձնացնի։ Բայց որպես Աստծո շնորհների բազմազան շնորհների բարի տնտեսներ, մենք պիտի կարողանանք նրան ներառենք մեր կյանքի մեջ։ Պիտի կարողանանք մի հատ մեծ այսպիսի շրջանակ գծենք նրան ներառելով մեր կյանքերի մեջ։ Բ Կորինթացիներ 3:6 Այդ շնորհը ինչ անում։ Մեզ ընդունակ դարձրեց ծառաները լինելու։ Ես ուզում եմ միացնեմ Պետրոսի 4:10, Բ Կորինթացիներ 3:6, որը մեզ ընդունակ դարձրեց ծառաները լինելու նոր ուխտի, ոչ թե գրի, այլ հոգու։ Ինչ անում այդ շնորհը, որ ինձ անում է, այն պիտի ընդունակ դարձնի ծառա լինեմ ես։ Այդ շնորհները ընդունակ են դարձնում մեզ Տիրոջը, ծառայենք Տիրոջ մարմնի համար։ Պետրոս 1:4 Ես դեռ պատրաստում եմ 5, որի մասին որի համար պիտի քարոզեմ։ Դրա համար եղբայրներ ջանացեք, հիմա մտնում եմ արդեն քարոզի մեջ։ Դրա համար ջանացեք եղբայրներ եւ քույրեր, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատուն դարձնեք, որովհետեւ դրանք անելով երբեք հանցանք չեք գործի։ Խոսքը ասում է, որ կա կոչում եւ ընտրություն։ Եվ մենք պիտի ջանք գործադրենք, որ այդ կոչումը եւ ընտրությունը հաստատուն դարձնենք։ Տեսեք, կա կոչում, կանչ, կոչում։ Սա Աստծո կանչն է, սա Աստծո հրավերն է։ Հիշում ես, շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված եւ կա ընտրություն։ Կա կանչ, որ Տերը կանչում է, կոչում յուրաքանչյուրի համար։ Շատերն են կանչված, կա կանչ եւ կա ընտրություն, իսկ ով ընտրյալը։ Իսկ ընտրությունը դա Աստծո երազանքն է քո մասին։ Կանչը դա Աստծո հրավերն է,
Իսկ ընտրությունը դա Աստծո երազանքն, Աստված երազանք ունի։ Աստված նպատակ ունի։ Դու հենց այնպես ստեղծված չես, հրաշալի ես ստեղծված։ Նայիր քո մատնահետքի քո նմանը չկա, չի եղել եւ չի լինի։ Յուրահատուկ է ստեղծված։ Քո մատնահետքը ոչ ոք երբևիցե չի ունեցել։ Դու յուրահատուկ ես եւ Աստված կանչել է քեզ իր նպատակի համար, իր երազանքի մեջ, որպեսզի մենք լինենք իր երազանքի մեջ։ Հիմա ով եմ ես Քրիստոսում։ Թե ով եմ ես Քրիստոսում, որոշում է նա, թե ես ինչպես եմ արձագանքում այդ կանչին եւ ինչքանով եմ համապատասխանում ընտրացուցակին։ Նա թե ով եմ ես Քրիստոսում, որոշում է թե ինչպես եմ ես արձագանքում կանչին եւ արդյոք համապատասխանում եմ ես այդ ընտրացուցակին, հա, ընտրությանը։ Շատերն են կանչված, շատերը։ Եվ մի առակ Հիսուսը պատմեց, ասում է մեկը մտավ այդ մեծ խնջույքին եւ Տերը մտավ, ասեց. ընկեր, հայո սենյակի մեջ ես, այո սեղանավորի մոտ ես, սեղանի մոտ նստած ես, բայց այլ հագուստ ունես, ինչպես մտար, հիշում ես այդ առակը։ Գրված է եւ նա պապանձվեց, նա մտել էր, բայց չէր համապատասխանել այդ ընտրացուցակին, Տիրոջ ընտրությանը։ Դրան բարա խոսքը ասում, որ ջանացեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատուն դարձնեք։ Կոչումը եւ ընտրությունը հաստատուն պիտի դառնա։ Այն թե ինչպես կարձագանքենք Տիրոջ կանչին, այնպես էլ կմտնենք մեր կոչման մեջ։ Ինչպես կարձագանքենք։ Սավուղի կամ Սողոս են ասում, եք Սավուղ են ասում, եք Սողոս են ասում։ Երբ որ եղավ Սողոսի եւ Հիսուսի հանդիպումը, այնտեղ երկու հարց հնչեց Պողոսի շուրթերից եւ դա էլ որոշեց թե ինքը ով կլինի։ Եվ դա այդպես հասկացավ։ Տեսեք, արի գնանք Տիրոջ խոսքի մեջ, Գործք առաքելոց 9-րդ գլուխ 3-րդ խոսքից։ Սողոսը, ով որ ուներ նամակ քահանայապետից գնալու եւ հալածելու քրիստոնյաներին, ձերբակալելու, ծեծելու, ինչու ոչ, բանտը նետելու եւ սպանելու, ճանապարհ էր գնում։ Եվ ճանապարհը, երբ որ նա մոտենում էր Դամասկոսին, հանկարծ նրա շուրջը երկնքից մի լույս փայլատակեց։ Տերը կարա լույսով այցելի, բայց այդ լույսը ինձ ինչ կանի։ Իսկ կարա կուրացնի։ Եվ հանկարծ մի լույս փայլատակեց, գետնին ընկնելով, նա մի ձայն լսեց, ով Սողոսը դեռ, որ իրեն ասում էր. Սավուղ, Սավուղ, ինչու ես ինձ հալածում, դժվար է քեզ խթանին քացի տալ։ Նա ասեց. ով ես Տեր, առաջի հարց։ Երբ որ հանդիպում է Տիրոջ հետ, Հիսուս Քրիստոսի հետ, դա առաջի հարցն է տալի, ով ես Տեր։ Նա ասեց. ես Հիսուսն եմ, որին հալածում ես։ Երկրորդ հարցը որոշեց նրա կոչումը։ Ինչ ես կամենում, որ անեմ։ Ինչ ես կամենում։ Երբ որ մենք հանդիպում ենք Հիսուսի հետ, այո, նորմալ է, որ մենք հարցնենք, ով ես։ Ես Հիսուսն եմ։ Եվ երկրորդ հարցը շատերը այսպես են տալի, իսկ ինչ կարաս իմ համար անես։ Իսկ ինչ կարաս իմ համար անես։ Ես Հիսուսն եմ, դե մի բան արա ուրեմն։ Դե մի հատ հրաշք արա։ Խաչի վրա տեսել են, ասում են, դե մի հատ հրաշք արա, ինչի խաչի վրայից։ Հիսուսը կարար իջներ խաչի վրայից, իհարկե կարար։ Ինչա Պետրոս, կարծում ես չեմ կարա հոր աղաչեմ եւ 12 լեգիոնից ավել հրեշտակ կուղարկի եւ այս բոլոր հարցերը անմիջապես կլուծվեն, անմիջապես։ Եթե դու Աստծո որդի ես, եթե մարգարե ես, չէ՞, իջիր խաչից ու մենք կհավատանք։ Իա, բարև ձեզ։ Հաճախ մենք այսպես ենք անում, ով ես, ես Հիսուսն եմ, դե մի բան արա իմ համար։ Եթե դու կասխի չես անում։ Այստեղ հասկանում ես, որ նա կարևոր է, այստեղ իմ սիրտն է կարևոր է, իմ դրդապատճառը, հանդիպել եմ Հիսուսին, հանդիպել եմ, ով ես դու, ես Հիսուսն եմ, ինչ անեմ քո համար։ Ինչ կհրամայես, ինչ ցանկություն, ինչ ընտրությունս որն է, կանչս որն է։ Գիտես, միջև որ չլինի այս հանդիպումը Տեր Հիսուսի հետ, ապա մենք չենք իմանա, թե ինչ պետք է անենք։ Միջև չլինի այս հանդիպում Հիսուսի հետ, մենք չենք կարող հասկանանք, ինչ պիտի անենք։ Որն է իմ տեղը։ Ես սիրտ եմ, թե հիմա կույրաղիք եմ։ Գիտես, իդեպ կույրաղիքը շատ կարևոր օրգան է։ Ես աշկ եմ, թե բերան եմ, որ պիտի հայտնեմ, թե ականջ եմ, որ պիտի լսեմ։ Ով եմ ես։
ձեռք եմ, ոտը եմ ստեղծված, երիկամունքներ եմ, ով եմ ես Տիրոջ մարմնի մեջ։ Ես միջև մենք չհասկանանք, մենք թափառելու ենք մեր ամբողջ կյանքը։ Սիրտը հրաշալի օրգան է, բայց նա չի կարա երիկամների ֆունկցիան կատարի, չի կարա։ Ինչքան էլ ուզենա։ Թոքերը չեն կարող աչքի ֆունկցիա կատարեն։ Չի լինի այդպես։ Եվ միայն կավագործը գիտի այս անոթ ինչի համար է պատրաստում։ Նա ունի այդ իշխանություն իրավունքը։ Ես ուզում եմ օրինակ համար այստեղ փառաբանության մեջ ջութակ նվագեմ։ Այսքան ուզենամ, եթե ես բաղաձայն եմ, ինչպես կարամ նվագեմ ես։ Օրինակ եմ ասում։ Պիտի համապատասխանի քո կանչը ընտրությանդ հետ։ Տերը ինչ է ուզում։ Գիտես Սողոսը, նույն Սավուղը, կարծում էր, որ քրիստոնյաներին հետապնդելով ծառայում Աստծուն։ Նա այդպես էր կարծում։ Ես ծառայում եմ Աստծուն քրիստոնյաներին հետապնդելով, բայց երբ հանդիպեց ճշմարիտ Աստծուն, հասկացա, որ այ հիմա նոր սկսվեց իմ ծառայությունը։ Այ հիմա սկսվեց։ Միջև չլինի այդ հանդիպումը, չի լինի այն հարցի պատասխանը, թե ով եմ ես Քրիստոսում։ Դա լավ է, որ դու շատ խոնար ես ու ենթարկում ես, ասում ես հովիվը ինչ ասի կանեմ։ Դա լավ է, բայց դու ինքդ պիտի հասկանաս Աստծուց։ Եվ միջև չհասկանաս թափառելու ես։ Միգուցե ամբողջ մի կյանքիդ միջև վերջ թափառելու ես։ Եվ չես հասկանա, հետո գնալու ենք Տեր ասի, մեծ դուռ էր բացված ախր քո համար։ Եթե դու քո տեղում լինեիր, եթե ականջդ բաց լիներ, եթե խոնարհ սիրտ ունենայիր, դու կհասկանայիր ով ես դու եւ ինչ պտուղ դու կարայիր բերեիր։ Մեկ անգամ ես դա ցույց եմ տվել այստեղ վիդեոյով, որ Աստված ինչպես է դատելու իր ծառային։ Եվ մեկին կանչում ասում է հաշվապա Սմիթ, ասում ես հաշվապա չեմ ես հովիվ եմ, ես քեզ կանչել եմ որ դու հաշվապա լինեիր, բայց դու գրավեցիր ինչ-որ մի հովվի տեղը եւ բռնեցիր այդ աթոռը շատ պինդ եւ չթողեցիր եկեղեցին զարգանա։ Մարգարե ես ինչ ասում ես մարգարե չեմ, ես ուսուցիչ եմ, ես քեզ կանչել եմ որ դու մարգարե լինեիր, բայց դու գնացիր եւ ուզեցիր ուսուցիչ լինել։ Կարաս գտնես ինտերնետում կա դա։ Եվ գիտես, սա դարձավ Պողոս առաքյալի արդեն ամբողջ կյանքի վկայությունը։ Ուշադիր կարդա Գործք առաքելոց, որտեղ որ գնում է Պողոսը, նույն բանը վկայում։ Ես Սողոսս գնում էի բան Դամասկոս։ Մեկ էլ լույս եղավ, ես հանդիպեցի Հիսուսին, Հիսուսին ինձ ասեց, ես քեզ կանչել եմ։ Սա նրա ամբողջ կյանքի վկայություն եղավ։ Ամբողջ կյանքը դրա վրա էր կառուցված, ամբողջ ծառայողական։ Որտեղ որ նա քարոզում էր, նույն բան էր քարոզում։ Որ ես հանդիպեցի Հիսուսին, Հիսուսը ինձ ասեց ինչ պիտի անեմ, եւ ես դարձա նրա առաքյալը։ Այսպես շատ պարզ, հասարակ, բայց շատ կարևոր հայտնություն։ Նրա ամբողջ կյանքի համար, դրա համար նա հաջողվեց։ Փորձում էր նա ինչ-որ մի բան աներ, այո, սկզբում նա փորձում էր, նա սիրտը շատ բաց էր հрьяաների համար, սիրտը ցավում էր, գնում էր ժողովարան, նրան չէին ընդունում բացարձակ։ Ինչու չէին ընդունում ժողովարանում։ Դա կանչված չէր հрьяաների առաքյալ լիներ։ Նրան չէին ընդունում բացարձակ։ Եվ 2-3 հեթանոս են ընդունում, գնում էր հեթանոսի հետևից, մեծ դուռ էր բացում հեթանոսների համար։ Մեծ դուռ, որովհետև նա կանչված էր լիներ հեթանոսների առաքյալ։ Իսկ Պետրոսին չէին ընդունում հեթանոսները, չէին ընդունում։ Ինչու՞։ Որովհետև Պետրոսը կանչված էր, որ լիներ հрьяաների առաքյալը։ Կանչ եւ ընտրություն հաստատում պիտի անես։ Ջանք գործադրի, որպեսզի այդ կանչը եւ ընտրությունը հաստատուն անես։ Հետո ինչ որ այն մեկի մոտ ստացվում է, ու իմ մոտ է կստացվի, չէ, եթե դու կանչված ես, չի ստացվելու, տանջվելու ես։ Դժբախտ ես լինելու, կորցնելու ես ժամանակդ։ Հիմա ով եմ ես Քրիստոսում։ Ես ուզում եմ, որ դու այսօր այդ հարցիդ պատասխանը այստեղից առած գնաս, թե ով ես դու Քրիստոսում։ Ով որ գիտի, թող հաստատվի, ով որ չգիտի, թող որ ստանա Աստծուց։ Հիսուս Քրիստոսի անունով։ Գիտես, թե ով է Քրիստոսում, Պողոս առաքյալը դա իր ամբողջ կյանքի վկայությունն էր եւ դա նրա զորությունն էր։ Սատանայի ամենաուժեղ հարվածը, հարձակումը լինում է ոչ թե մեր էմոցիաների եւ նույնիսկ մեր իրավիճակներին, այլ նրա հարվածը լինում է մեր ինքնության վրա։
Նորից եմ ուզում կրկնել այս միտքը, սատանայի ամենաուժեղ հարվածը լինում է ոչ թե մեր էմոցիաներին, նույնիսկ մեր իրավիճակներին, այդտեղ չի նրա ամենաուժեղ հարվածը։ Ամենաուժեղ հարվածը նա գործում է մեր ինքնության վրա հարձակվելով։ Ռուսերենով իդենտիչնեստ, նույնականացում։ Սա ամենաուժեղ հարվածն է լինում, որ դու հանկարծ չիմանաս։ Մեզ այնքան այսպես ներողություն բառից համար բարձի խնդիրներով, խնդիրներով, իրավիճակներով, որ մենք չհասկանանք մենք ով ենք Քրիստոսում։ Ինչ պիտի անենք Քրիստոսի մեջ։ Դες Պողոս առաքյալը մի հարց տվեց. ով ես, Հիսուսն եմ, ինչ անեմ։ Այդ դա որոշես թե նա ով է լինելու։ Եթե մարդը չգիտի թե ով է նա միշտ կապրի Աստծո պլաներից ցածր, ներքև, կտրված։ Եթե մարդը քրիստոնյան չիմանա թե ով է նա Քրիստոսում, նա միշտ կապրի Աստծո պլաններից, ծրագրերից, երազանքներից, կտրված, ընկած, նոր ասեցի, չէ, որ կանչը դա Աստծո հրավերն է, իսկ ընտրությունը դա Աստծո երազանքը։ Երբ որ մարդը հասկանում է թե ով է նա Քրիստոսում, ապա գալիս է ազատություն, գալիս է համարձակություն, գալիս է զորություն։ Դու համարձակ ես լինում։ Մի ռոլիկ ենք պատրաստել, դա մի մուլտֆիլմից է, բայց մուլտֆիլմի հիման վրա ֆիլմ է նկարահանված, բոլորը գիտեն այդ մանավանդ երիտասարդները, Կարոլ Լև։ Տեսեք, այս իրավիճակի մեջ, քանի միացնում է թիմը, տեսեք, կար մի առյուծի կորյուն, ով որ ընկել էր իր հորից, իր շրջապատից, որտեղ նա պիտի լիներ այդ պրայդի մեջ, նա ընկել էր, նա փախել էր, եւ շրջապատվել էր մի խոզով եւ ինչ-որ մի կենդանի անհասկանալի սկունսա ինչ է, չգիտեմ, հա, ինչ մի հատ կենդանի է։ Նա իրեն շրջապատել էր այդպիսի կենդանիներով եւ նա մեծացել էր այդ կենդանիների մեջ, այդ առյուծը ворթեր ուտում, բլոճ, տառական, չգիտեմ, նրանց հետ ինչ ասես անում էր այն ինչ որ անում են նրա ընկերները, որտեղ նրանց հետ է մեծացել։ Հետո օրերից մի օր այս առյուծին հանդիպում է Աստծո մարգարեն։ Ֆիլմի մեջ կապիկի տեսքով է։ Մեկնաբան եմ այդ մուլտիկը։ Ասում արի քեզ տանեմ ու ցույց տամ թե ով ես դու։ Ով ես դու, քո ներսի էությունը ինչ է, դու խոզ չես։ Դու ստեղծված, դու առյուծ ես։ Ու ես պատրաստ արդեն, հա։ Ու սրանից հետո լիովին փոխվում է այս առյուծի կյանքը, եկեք նայենք։ Հայրդ սպասում է քեզ։ Տեսնում ես։ Ոչինչ չեմ տեսնում։ Ուշադիր նայիր։ Տեսնում ես։ Տեսար։ Նա ապրում է քո մեջ։ Սիմբա։ Հայրիկ։ Սիմբա։ Դու պետք է քո տեղը գրավես կյանքի շրջանակում։ Ես չեմ կարող։ Դու պետք է հիշես թե ով ես, միակ իրական արքան։ Ներիր, ես չգիտեմ ինչպես քեզ նման լինեմ։ Որպես արքա ես ամենից շատ հպարտանում եմ նրանով, որ դու ես իմ որդին։ Դա շատ վաղուց էր։ Ոչ, Սիմբա, դա հավիտյան է։ Խնդրում եմ, մի լքիր ինձ նորից։ Ես քեզ երբեք չեմ լքել ու երբեք չեմ լքի։ Հիշիր թե ով ես։ Հիշիր։ Նորից եմ քեզ հարցնում, ով ես դու։ Ես Սիմբան եմ, Մուֆասայի որդին։
Իրական խորհուրդ տան այս ֆիլմը նայես, շատ հետաքրքիր ֆիլմ է, հիմնված է Աստվածաշնչի վրա։ Տեսեք, այս Սիմբան, առյուծը, նա ամբողջ իր կյանքը ապրել է կտրված իր հորից, եւ նա չի հասկացել ինքը ով է։ Եվ կապիկաց այդ ամեն քեզ ցույց տամ թե դու ով ես։ Միթե նա չէր տեսել իրեն ջրի մեջ, տեսել էր։ Բայց հիմա նա ուրիշ աչքերով նայեց եւ նա հանդիպեց իրականում, հանդիպեց իր կերպարը։ Նա հասկացավ, հիմա հասկացան ով ես դու։ Մինչև մենք չհանդիպենք Հիսուս Քրիստոսին, մինչև Պողոսները, ներողություն Սողոսները չհանդիպեն Հիսուս Քրիստոսին, նրանք այդպես է Սողոս կմնան։ Եվ նա հանդիպեց Սողոսը, եւ նոր հասկացավ, թե ով է ինքը, ինչ է ուզում Աստված իրենից, հենց սա է գլխավորը։ Հիմա ով ես դու Քրիստոսում, ով եմ ես Քրիստոսում, որոշում անա թե ես ինչքանով եմ Աստծով լծված, որոշում անա թե ինչքանով Աստված իմ ներսում ապրում։ Հիմա առաջինը, ով եմ ես Քրիստոսում, առաջինը, ես նոր արարած եմ։ Կարաս քո մոտ գրես։ Ես նոր արարած եմ, Բ Կորինթացիներին համար 5:19։ Իսկ եթե մեկը Քրիստոսում է, եթե մեկը Քրիստոսի մեջ է, ամբողջ կարևոր, ամենակարևոր բառը եթեն է, եթե։ Ոչ թե խոսքերով ես Հիսուսում եմ, այլ իրականում Հիսուսում եմ։ Եթե մեկը Քրիստոսի մեջ է, այսինքն մարմնի մեջ, այսինքն եկեղեցու տիեզերական մեծ, ահռելի, հսկայական տիեզերական եկեղեցու մասնիկ է, եթե Քրիստոսի մեջ է, նոր արարած է, հներն անցան, հներն անցել է, ահա ամեն բան նոր եղավ։ Եվ այս նոր արարածը սատանայի համար հանելուկ է։ Վերստին ծնված մարդը սատանայի համար հանելուկ է, որովհետև նոր արարած է ինքը, դենթեն փոխված է հոգևոր գենետիկան փոխված է, ու ինքը սատանայի համար հանելուկ է, եթե սատանան մարդու անցյալից գիտի ինչ խնդիրներ, ինչ մեղք, ինչ թուլություն, ինքը լավ գիտի, ճանաչում է մարդուն, հիմա նոր մարդը Քրիստոսի մեջ, ինքը այլ է, հներն անցան, ամեն բան նոր է։ Ասա խնդրում եմ, ասա ես իմ անցյալի պրոդուկտը չեմ, այլ Աստծո շնորհի պտուղ եմ։ Այո, դու քո անցյալի պրոդուկտը չես, մտերքը, պրոդուկտ չեմ, արարածը, դու քո անցյալի պրոդուկտը չես, դու Հիսուս Քրիստոսում նոր արարած ես, դու Աստծո շնորհի պտուղ ես, իմ հինը եսը, իմ ամոթով, իմ անեզքով, պարտություններով մահացել է խաչի վրա, այդ հինը խաչի վրա մահացել է, հարց էստեղ է, որ դու հասկանաս և հավատաս դրանում։ Ինչպես որ մի քիչ առաջ աղոթեցի, Աստված հինը ռեստավրացիա չի անում, այլ նորն է ստեղծում։ Չի վերցնում հինը ու ռեստավրացիա անում, փորձում փոխի։ Դե ափսոսա, ոնց շփոթեմ, ոնց նետեմ, մենք պահում ենք, չուրաներ ունենք, պրոդուկտիվ ունենք, չգիտեմ ինչ ասած ունենք։ Փորձում ենք ռեստավրացիա անենք, բայց Աստված չի անում հինը ռեստավրացիա, ինքը նորն է ստեղծում, նոր ընթացքի մեջ է դնում։ Երկրորդը, ես Աստծո Սուրբ Հոգու տաճար եմ։ Բ Կորինթացիների 6:19 եւ 20-ը։ Դուք կենդանի Աստծո տաճար եք, ինչպես որ Աստված ասաց, նրանց մեջ պիտի բնակվեմ եւ նրանց մեջ պիտի շրջեմ, նրանք Աստվածը պիտի լինեմ եւ նրանք իմ ժողովուրդը։ Թանկագինս, ով ես դու Քրիստոսում, դու Աստծո Սուրբ Հոգու տաճար ես։ Պատկերացրու մի պահ խնդրում եմ, դու Աստծո ներկայության վայր ես։ Պատկերացրու, խնդրում եմ, մի պահ պատկերացրու, դու Աստծո ներկայության վայր ես։ Հավատա սրան և ապրի սրան մեջ։
Գիտես հին ուխտում, որտեղ որ Աստծո ներկայությունն էր, այդտեղ հրաշքներ են լինում։ Հին ուխտում մարդիկ շարժվում են, եթե Աստծո ներկայությունը շարժվում էր։ Հին ուխտում սրբավայր էր կոչվում դա, որտեղ Աստծո ներկայությունն էր այնտեղ։ Եվ պատճառը նա չէ, որ դու կատարյալ ես։ Բնավ այդպես չի, այլ որ Քրիստոսը քեզ դարձրեց պիտանի իր հոգու համար։ Դու Աստծո ներկայության վայր ես եւ պատճառը բնավ նա չի, որ դու կատարյալ մեկն ես, այլ Քրիստոսը քեզ դարձրեց պիտանի իր հոգու համար։ Դա ամենակարևոր բանն է, որ Տերը ուղարկեց, որ Աստված ուղարկեց Սուրբ Հոգու ներկայությունը եւ դա բնակվեց մարդու մեջ եւ գրված է ես կշրջեմ նրանց մեջ։ Ոչ միայն կբնակվեմ, ես կշրջեմ նրանց մեջ։ Կշրջեմ։ Իսկ ի՞նչ է նշանակում կշրջեմ։ Կմտնեմ սրտի ոլորտը կտեսնեմ այնտեղ ինչ է կատարվում։ Եվ ինչքանով որ թույլ կտանք Տերը կվերցնի եւ դուրս կհանի, ինչպես որ տաճարից դուրս հանեց ամեն առևտուրը, դուրս կհանի։ Կշրջեմ, կմտնեմ մտքի ոլորտում, տեսնեմ ինչ այնտեղ կատարվում։ Կմտնեմ դրդապատճառների ոլորտի մեջ, տեսնեմ ինչ այնտեղ կատարվում։ Եվ եթե կա այնտեղ առևտուր, Տերը մաքրում է իր տաճարը եւ թող մաքրի Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը, որ նա մաքրում է այդ տաճարը։ Դու Սուրբ Հոգու ներկայության վայր ես։ Եթե դու սա վերցնես խորությամբ հասկանանք, թանկագիներս, մենք այլ կյանքով կապրենք, լիովին այլ կյանք ունենանք։ Եթե մենք սա խորությամբ հասկանանք, որ ես Սուրբ Հոգու տաճար եմ, հիշիր դու մենակ չես, դու դատարկ չես, դու կրում ես Աստծուն քո ներսում։ Երրորդը, ես ժառանգ եմ, ժառանգորդ եմ։ Ով ես դու Քրիստոսում, դու ժառանգորդ ես։ Գիտես Քրիստոսի մեջ այնքան մեծ հարստություն կա, ժառանգությունը այնքան մեծ է, որ մենք ստիպված չենք լինում իրար ոտ ուտենք ներողություն համար այդ ժառանգության հասնենք։ Դա աշխարհում է այդպես։ Քանի տատին մի քիչ երիտասարդ է, թորները ոչի բանի տեղ չեն դնում։ Հենց տատին արդեն մոտենում է այն կյանքի մայրամուտին, թորները բոլորով սիրում են տատին։ Բոլորը գնում են տատին այցելության, տատի ջան։ Ինչու ժառանգության կռիվ է գնում։ Իսկ միջև տատին դու կպահես, չէ, տատին դու կպահես, չես ուզում տատուն մի հատ այցելես, չես ուզում տատին մի հատ, չգիտեմ, նվեր անես, ոչ տատին ոչ ոքին պետք չի։ Բայց հենց տատին արդեն դեղերը կհասցնեն։ Բայց չգիտեն, տատին վաղուց արդեն կտակը գրել է։ Հետո սյուրպրիզ։ Իրես դա աշխարհում այդպես, կտակի կռիվ է գնում, ժառանգության կռիվ է գնում, տան կռիվ է գնում, մեքենայի կռիվ է գնում, չգիտեմ, են տատի կալցոն իմն է։ Այն փիրուզի մեծ քարով վրեն։ Բայց Քրիստոսի մեջ այդպես չի։ Քրիստոսի մեջ այնքան հարստություն կա, որ մենք իրար ոչ չենք ուտում։ Ով խնդաց փիրուզի քարի վրա։ Վայ արա։ Քոնն ալավ քեզնի կտա քարը։ Հռոմեացիների նամակ 8-րդ գլուխ 17 խոսք։ Եվ Հռոմեացիների նամակ 8:17։ Եվ եթե որդիներ եք, ապա նաև ժառանգորդներ, Աստծո ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ։ Ուշադրություն, որպեսի եթե պայման կա, նրա չարչարանքներին կցորդենք, փառքին էլ հաղորդակից լինենք։ Հիմա ով է ուզում փառքին հաղորդակից լինի։ Ով է ուզում փառքին հաղորդակից։ Ինչքանով է չարչարանքներին կցորդ։ Չարչարանքներ ոչ թե քո խելքից, չարչարանքներ ոչ թե քո, չգիտեմ, սխալներից, այլ Քրիստոսի համար չարչարվել։ Խոսքը ասում է, եթե մեկը չարչարվում է որպես գող, չգիտեմ, այս բաները, անօգուտ է։ Բայց եթե մեկը չարչարվում է Քրիստոսի համար, այլ ինքը կցորդ է։
այլ ինքը փառքին էլ հաղորդակից կլինի։ Հիմա ով է ուզում փառքին հաղորդակից լինի, ուրեմն պատրաստ եղիր չարչարվել Քրիստոսի համար։ Սովորել եմ Քրիստոսը ներողություն Պողոսը կասի, սովորել եմ նեղությունն էլ, առատությունն էլ։ Ինքը լրացնում է, ես իմ մարմնով լրացնում եմ Քրիստոսի տանջանքները, իմ մարմնով։ Սա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ այնինչ Քրիստոսը գրավեց, պատկանում է ինձ։ Ես հասկանում եմ, որ շատ դժվար է ամեն ասելը, չի տեղավորվում։ Չի մտնում, մենք մարդ ենք, մեր միտքը սահմանափակ է, դա համար մենք պիտի նայենք հոգևոր աչքերով։ Տերը մեզ տվել է հոգևոր տեսողություն, դրա համար Պողոս առաքյալը ասում է, աղոթում է, որ ձեր հոգևոր աչքերը բացվեն եւ դուք հասկանաք ինչ է նրա ճոխության, առատության, խորությունը, լայնությունը, ինչ է այդ ամեն ինչը, որպես ժառանգորդներ։ Մեր միտքը շատ սահմանափակ է։ Եվ մենք շատ հաճախ չենք կարողանում տեսնենք, մենք շատ կարճատես ենք։ Մենք նայում ենք այս ժամանակավոր կյանքի մեջ, իսկ կյանքից դուրս մենք դժվարությամբ ենք տեսնում, հավիտենական կյանքի մեջ չենք կարողանում նայենք։ Դրա համար ինչա պետք հոգևոր աչքեր ունենալ ու հասկանալ ով եմ ես Քրիստոսում։ Աստծո խոստմունքները քեզ է պատկանում իր ամբողջ փաթեթով, ասամեն, նրա մեջ է։ Ու քեզ է պատկանում իր ամբողջ փաթեթով։ Աստված որ տալիս ամբողջ փաթեթով է տալիս։ Սուրբ Հոգի որ իմ ներսում է, իր ամբողջ փաթեթով է իմ ներսում, ամբողջ փաթեթ իմ ներսում է։ Եվ դա ինչպես կամենա, նա կարող է դրսևորվել իմ կյանքի մեջ։ Գիտես, քրիստոնյաները հաճախ ապրում են աղքատության մեջ, ունենալով Աստծո խոստումների լիությունը կամ լիության բանկը։ Հաճախ մենք ապրում ենք չքավորության, նեղության, աղքատության, կարիքների եւ այլների մեջ, ունենալով այդ ամբողջ փաթեթը, այդ խոստմունքների ամբողջ բանկը մեր ներսում։ Նկատել ես այն մարդիկ, ովքեր որ մի փոքր ֆինանսապես բարելավում են, դրանց ողնաշարը անմիջապես, չէ՞։ Մի քիչ էլ լինի sense հետ ու հետ կգնան, մեջքի վրա կընկնեն։ Նրանց քայլվածքն է փոխվում, նրանց շրջապատն է փոխվում, նրանց որակն է փոխվում, նրանց հայացքը, sense են, որ լայախ չեն սովորական մահկանացուներից հետ շփվեն։ Մի փոքր դիրք ու մարդը բացահայտվեց, մի փոքր հարստություն ու մարդը բացահայտվեց։ Ես միշտ այսպես եմ ասում, ֆինանսը, դիրքը չի փոխում մարդուն, երբեք չի փոխում, բացահայտում է մարդու ով լինելը։ Իրական դեմքը անմիջապես բացահայտում է, դիրք ես տալիս, գումար ես տալիս, անմիջապես ինքը բացահայտվեց, թե ինքը ով է։ Թող այդպես չլինի Տիրոջ մարմնի մեջ։ Չորրորդը ես հաղթող եմ Քրիստոսում։ Ով ես դու հաղթող ես Քրիստոսում։ Դու չպիտի պատերազմես, որ հաղթես, այլ դու պիտի պատերազմես հաղթողի դիրքից, որը նա է մեզ տվել։ Նորից եմ ասում, դու չպիտի պատերազմես, որ հաղթես, դու պիտի պատերազմես հաղթողի դիրքից։ Իսկ այդ հաղթողի դիրքը Քրիստոսն է մեզ թողել։ Տվել ու գնացել է։ Հաղթել է, տվել է հաղթանակը ու գնացել է։ Ինչպես ենք վարվում այդ հաղթանակի հետ։ Ինչպես եմ ես այդ հաղթանակի հետ վարվում։ Ինքը դիրք է տվել, դիրքը պիտի պահենք։ Ինքը հաղթանակ է տվել, մենք այդ հաղթողի դիրքից պիտի հանդես գանք։ Իսկ հաղթողի դիրքից հանդես գալը մեր երկիրը շատ լավ գիտի արդեն 5 տարի է, ինչը նշանակում, երբ որ մեր հետ հաղթողի դիրքից են խոսում։ Մենք պարտվողի դիրքից ենք պատասխանում։ Քրիստոսը մեզ հաղթողի դիրք է տվել հոգևոր աշխարհում, եւ մենք չպիտի պատերազմենք, որպեսզի հաղթենք, այլ մենք պիտի պատերազմենք, կռվենք, աղոթենք, հռչակենք արդեն հաղթողի դիրքից, որը Տերը ինձ տվել է։ Հռոմեացիների նամակ 8:37 մինչև 39 ներառյալ։ Բայց այդ
այս բոլոր բաներում առավել եւս հաղթում ենք նրա միջոցով, ով մեզ սիրեց։ Որովհետև հաստատ գիտեմ, Պողոս Առաքյալն է ասում, ճանապարհ անցած, հաստատ գիտեմ, որ ոչ մահը, ուշադիր լսիր, ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկայիս եւ ոչ գալիք բաները, ոչ բարձրություն, ոչ խորությունը, ոչ էլ ստեղծված մի ուրիշ որևէ բան չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։ Սա Պողոս Առաքյալի պնդումն է, իսկ իմ պնդումը ո՞րն է։ Բա քո պնդումը ո՞րն է։ Քո հաղթանակը քո զորության մեջ չէ, այլ նրա հաղթանակի, դա դիրք Աստծո մեջ։ Նույնիսկ եմ ասում, քո զորությունը, ներողություն, քո հաղթանակը քո զորության մեջ չէ, այլ նրա հաղթանակի մեջ է։ Խոսքը ասում է, որ ինչ ինձ կարող է բաժանել Քրիստոսի սիրուց, ինչը, մահը։ Մահը ինձ կարա բաժանի Քրիստոսի սիրուց։ Գիտես պարադոքսը ո՞րն է, որ այսօր քրիստոնյաները վախենում են մահից։ Եվ այդ մահվան սպառնալիքը շատերին է կտրել Քրիստոսի սիրուց։ Ուրացիր Քրիստոսին եւ գնա հանգիստ ապրի։ Որտեւ ասել են, թե չէ թերով կսպանենք, կխառատենք, կխաչենք եւ մարդիկ ուրացել են եւ կտրվել են։ Պողոս ասում է, ինչ ինձ կարա բաժանի Քրիստոսի սիրուց, մահը։ Մահը ինձ կարա բաժանի։ Սա նույն Պողոս Առաքյալը, ով ասում է, ես չգիտեմ որը ընտրեմ, գնալը, մահը նա գնալ էր համարում։ Մահանալը նա համարում էր գնալ տուն։ Գնալը իմ համար լավ է։ Ձեր համար լավ է, որ ես մնամ, շինություն կլինի եկեղեցու համար։ Համար չգիտեմ որը ընտրեմ, որ ինձ լավ լինի, թե ձեզ լավ լինի։ Պարադոքսը այստեղ է, որ քրիստոնյաները այսօր վախենում են մահից։ Դու ասես ինչ ես գնամ հիմա ինչ ուզե բարեմ, չէ, դրա մասին չի խոսքը։ Աստված մեզ կյանք է տվել որպես օրհնություն, որպես գործիք, կյանքը գործիք է այսօր։ Աստծուն ավելի մոտենալու, ճանաչելու, ճաշակելու եւ պտուղ թողելու եւ հետք թողելու երկրի վրա։ Սա գործիք է, նորմալ է, մենք պիտի այս կյանքը ապրենք, որպես օրհնություն վերաբերվենք։ Բայց ասում եմ, ինչ ինձ կարա բաժանի մահը, այս պարադոքսը չպիտի մեզ խփի թանկագիներս։ Կյանքը ինձ կարա բաժանի։ Այս պարադոքսը այնտեղ է, որ շատերը բաժանվում են Քրիստոսի սիրուց այս ժամանակավոր կյանքի պատճառով։ Նորից եմ ասում, պարադոքսը այնտեղ է, որ մարդիկ բաժանվում են Քրիստոսի սիրուց այս ժամանակավոր կյանքի համար պատճառով։ Այս ժամանակավոր կյանքը լավ ապրեմ։ Չգիտեմ, վայելքներին ինձ տամ, հանկարծ իմ մասին չխոսեն, չբամբասեն, բա ինչ կասեն իմ մասին։ Եվ այս ժամանակավոր կյանքի պատճառով ժամանակ չեն ունենում Քրիստոսի համար, կտրվում են, Պողոս Առաքյալը ասում է, ինչ ինձ կարա բաժանի Քրիստոսի սիրուց, կյանքը, այս կյանքը, 70 ուժով 80 տարվա այս կյանքը ինձ բաժանի հավիտենական սիրուց, քավ լիցի։ Ինչ ինձ կարա բաժանի իշխանություն, զորություն։ Իշխանություն տվեցին, մարդը բաժանվեց։ Բարձրացավ եկեղեցում, ծառայության մեջ ու բաժանվեց սիրուց։ Այդպես է լինում։ Շատերը ընկնում են, երբ որ բարձրանում են Քրիստոսի մեջ, ծառայության մեջ ներողություն։ Ծառայության մեջ բարձրանում են ու կտրվում են։ Դա համար է խոսքը ասում մի ուրիշ տեղ Պողոս Առաքյալը, այն ինչին որ հասակ, նույն կանոնները պահեք։ Ինչպես հասար այդ բարձունքին, ծոմապահությամբ, աղոթքով, խոնարհությամբ, հավատքով, հավատարմությամբ, երկրպագությամբ հասար այդ բարձունքին հոգևոր կանոնդ պահիր այդ կանոնդ։ Հեչի հաջորդ քայլը տնկնելն է լինելու։ Ինչ ինձ կարա բաժանի Քրիստոսի սիրուց ներկա եւ գալիք բաները։ Իմես ներկան կարա ինձ բաժանի Քրիստոսի սիրուց, Պողոս Առաքյալն ասում է։ Ներկա ապագա բաները, գալիք բաները կարա ինձ բաժանի Քրիստոսի սիրուց։ Մի լավ առաջարկ եղավ, թանկագին քույրիկը ամուսնացավ, ապագայա, չէ՞, կտրվեց։ Ես մեր եկեղեցու մասին եմ խոսում դեռ։ Քիչ է եղել։ Քիչ ես տեսել։ Լավ ֆինանսական առաջարկ, աշխատանք ու կտրվեց։
Ես կտրված չեմ։ Ես Աստծուն իմ մեջ ունեմ։ Փառք Հիսուսին։ Բա ի՞նչ պտուղ ես բերում։ Բա ուրա պտուղներդ։ Բա որտեղ ես քո հաղորդությունը ընդունում։ Բա ով է քո հովիվը։ Հիսուս Քրիստոսն է իմ հովիվը։ Անձնապես այսպես ես նրա հետ նատի։ Չի լինում այդպես, դա Քրիստոսի ավետարանին հակասում է։ Ցանկացած մարդ, ով որ իրեն քրիստոնյա է համարում, նա պիտի ունենա եկեղեցական պատկանելություն։ Նույնիսկ եմ ասում, ցանկացած մեկը, ով իրեն քրիստոնյա է համարում, նա պիտի ունենա եկեղեցական պատկանելություն, որտեղ ինքը խոսքը կընդունի, որտեղ հնարավորություն կունենա ծառայի եւ պտուղ բերի, որտեղ որ հաղորդություն կընդունի, շատ ներողություն 10-րդ կտա։ Ես շատ քիչ եմ խոսում 10-րդի մասին, բայց ես շատ հավատարիմ եմ 10-րդի մեջ։ Իմ ծնված օրվանից հոգևոր ծնունդ եմ ստացել եւ ես նույն պահին հայտությամբ եկել ա ինձ։ Որտեղ այդ մարդը տալի իր 10-րդը։ Աղքատներին, դա 10-րդ չի, դա ողորմություն է։ Չշփոթես հանկարծ։ Դա ողորմություն է, դա քո բարի գործերն են։ Մարդիկ այդպես անելով իրենց խիղճն են հանգստացնում։ Ինչ կլինի եկեղեցի ջբրեմ տամ են աղքատին։ Դու, բայց դա 10-րդ չեղավ, դա ողորմություն եղավ։ Գիտես սա Պողոս Առաքյալի պնդումներ, ինչը կարա ինձ կտրի Քրիստոսի սիրուց բարձունքները, հա, հիմա բարձունքներ, ոչինչ չի կարող բաժանել Քրիստոսի սիրուց։ Թանկագիներս հիմա ով եմ ես Քրիստոսում։ Ով ես դու հաղթող ես։ Եթե դու կարող ես այս ամեն ինչը հաղթես, եթե դու կարողացես այս ամեն ինչ հաղթարել, մահը, մահի շուքը, մահի սպառնալիքը, կյանքն էլ է սպառնալիք այսօր։ Այսօր ապրելը վտանգավոր է։ Այսօր ապրելը կտրում է Քրիստոսից։ Դա համար է խոսք ասում, երանի մեռած լինեիք։ Այն օր այն մեծ նեղության օրը կասեն երանի մեռելներին։ Երանի նրանց, ովքեր չեն ծնվել։ Եվ այդ կյանքը մարդկանց բաժանելու է Քրիստոսի սիրուց։ Այդ վերջի օրերի մասին եմ ես խոսում։ Իսկ վերջին օրերը մոտենում են։ Այսօր վտանգավոր է ապրելը։ Ավելի ոնց որ հարմար է մահանալ, գնալ Քրիստոսի մոտ։ Դրա համար է հաճախ լինում տարաժան մահեր։ Միգուցե Քրիստոսը տանում է տուն, քանի պատրաստ է, քանի չգիտեմ։ Որտեղ վտանգավոր է այսօր ապրելը։ Ինչ իսկ կարա բաժանի Քրիստոսի սիրուց, մահը, կյանքը, իշխանություններ, զորություններ, ինչը, պարգևները, զորություններ, պարգևները ինձ բաժանեն։ Հայո շատեն են բաժանվում։ Աստծուց պարգև են ունենում, զորություններ են գործում, հետո բաժանվում են սիրուց։ Կտրվում են։ Պարգևը շարունակում է գործել, ինչու՞։ Որովհետև Աստծո պարգևը զղջալ չունի։ Շարունակում է մարդը կտրվում է եկեղեցուց, կարա կտրվի Աստծո սիրուց, բայց պարգևը շարունակում է գործել, ձեռքադնում հիվանդը բժշկվում է, մարգարեանում է։ Զորություններ է գործում, ինչու՞։ Աստված խռովկան մարկանցից չի, որ մենք խռովում ենք, ասում ենք դե նվերս հետո ես գնում եմ։ Ոնց որ բերել էին սերվիզը, սախտ վեկալում ու տանում եմ, всё։ Աստված նման կերպ չի գործում, Աստված նվերը տվեց, պարգևը տվեց, զղջալ չունի, վերջ։ Եվ վերջին տեղը, եւ մենք աղոթենք, ով ես դու Քրիստոսում, սա ամենակարևոր բաներից մեկն է, մենք մոռանում ենք։ Ես այս աշխարհի լույսն ու աղն եմ։ Համ եւ հոտ տվողն եմ, լույս տվողն եմ։ Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ 13-14 խոսքեր։ Դուք եք երկրի աղը, դուք եք աշխարհի լույսը։ Դուք եք, ոչ թե կլինեք, ոչ թե աղոթեք որ լինեք, այլ դուք եք աղը եւ դուք եք լույսը։ Դու ոչ միայն փրկված ես երկնքի համար, դու երկրի համար ես։ Նույնիսկ եմ ասում, դու ոչ միայն փրկված ես, որ երկին գնաս, դու ոչ թե միայն փրկված ես երկնքի համար, դու նաեւ երկրի համար ես։ Այստեղի համար ես, այստեղ լույս տալու համար, այստեղ հոտ տալու համար։ Աշխարհը կարիք ունի նրա, ինչը Աստված կդնի քո ներսում, քո հավատքը, քո խոսքը, քո աղոթքները, քո բնավորությունը, քո խոնարհությունը, քո սերը, քո խիզախությունը։ Աշխարհը ունի դրա կարիքը։ Նորից, աշխարհը կարիք ունի նրա, ինչ Աստված կդնի քո ներսում ու կդրսևորվի։ Ու դու թույլ կտաս, որ Աստված դրսևորվի։ Աստված դրա կարիք ունի քո բնավորության, քո սիրո, քո խոնարհության, քո խիզախության,
Աշխարհը դրա կարիքն ունի, ամբողջ արարչագործությունը սպասում Աստծո որքանց հայտնությանը, սա ասում է խոսքը, եթե չեմ սխալվում, Եբրայեցիներին համակի մեջ է։ Ամբողջ արարչագործությունը սպասում է, որ Աստծո որդի կհայտնվեն որպես աղ եւ որպես լույս։ Կիսախավար չի լինում։ Չի կարելի լինել մի քիչ քրիստոնյա, չի կարելի։ Եթե լույս ունեմ ամբողջությամբ, ամբողջական, մեզ դուրա չէ գալի լույսը, լուսավորում ենք, սիրում, գեղեցիկ։ Մենք ասում ենք տորի շոբուզից շատ լույսեր ունենք դեռ կախելու։ Մեզ դուրա գալի, մենք ձեպի լույսը ձգտում ենք։ Աստծո խոսքը միտեղ կասի, կարծեմ Եսայի մարգարեություն 60 գլուխն է, որ աշխարհը ազգերը կծածկի խավարը, բայց քեզ վրա կծակի Տիրոջ լույսը Հիսուսի անունով։ Դու Աստծո պատասխանն ես խավարին։ Ասա ես Աստծո պատասխանն եմ խավարին։ Պահիր դա, խնդրում եմ, պահի ինձ այդպես, դու Աստծո պատասխանն ես խավարին։ Դու նրա ձեռքն ես։ Ահա թե ինչու է սատանան ուզում, որ դու լինես անդամալույս ձեռք, չորացած, ձեռք բայց չորացած, ձեռք բայց չենթարկվող, ինչ ուզեմ կանեմ, ուզեմ կխփեմ, կբշտեմ, կհրեմ, ինչ ուզեմ կանեմ, չէ, այդպես չի լինում, եթե ձեռք ինքը պիտի ենթարկվի ուղեղին, գլխին, ամբողջ իր նյարդային համակարգով պիտի ինքը մարմնի համար աշխատի, մկաններով, անոթատար անոթներով, երակներով, չգիտեմ, ամեն ինչով, բջիջներով պիտի ինքը աշխատի մարմնի համար, որ մարմնին օգուտ բերի, ոչ թե ինչ ուզենա անի, այդպես չի լինում, դա անդամալույս ձեռք է, դու նրա ձայնն ես, ահա թե ինչու է սատանան ատում եկեղեցու ձայնը, ինք ատում է երկչախումբը, ատում է աղոթքը, ատում է քարոզները, դու նրա ձայնն ես երկրի վրա, անապատում կանչողի ձայնը միգուցե, խավարի մեջ կանչողի ձայնը միգուցե, մոլորվածին հետ բերող ձայնը միգուցե, կորսվողի համար աղոթողի ձայնը միգուցե, դու նրա ձայնն ես, դեմար եկեղեցին իրավունք չունի լռի, մենք ամեն շաբաթ ունենում ենք այստեղ աղոթք, մենք խոսում ենք, աղոթում ենք, հռչակում ենք, աղերսում ենք, ինչու մենք Աստծո ձայնն ենք երկրի վրա։ Դեմար սատանան ամեն ինչ կանի, որ մենք ինչից ասես խոսենք բացի Աստծո խոսքից եւ ճշմարտությունից։ Հավաքվենք խմբակի համար, ինչից ասես խոսենք, բայց ոչ միայն հոգևոր բաներ։ Հավաքվենք իրար հետ, ինչից ասես խոսենք, բայց Աստծո ճշմարտությունը չխոսենք։ Դու նրա սիրտն ես։ Ահա թե ինչու է սատանան ամեն բան անում, որ մենք քարացած սիրտ ունենանք, որ մեր սիրտը զգայուն չլինի, բայց Աստված ուզում է, որ մենք լինենք նրա սիրտը։ Փառաբանության թիմը խնդրեմ, որ գարթեն։ Եվ գիտես, այս ամենը թաքնված էր դարերի մեջ։ Այս ամենը, ինչ որ ես ասեցի, թե ով եմ ես Քրիստոսում, ով ես դու Քրիստոսում, որ հոգևոր աշխարհում դու քո տեղում լինես, այս ամենը 4000 տարի թաքնված էր մարդկանցից։ 4000 տարի սա խորհուրդ էր։ 4000 տարի սա գաղտնիք էր, տեղ եմ կարդում։ Ուշալի սա վերջի տեղն է եւ մենք աղոթենք։ Նա ինչ ասում Պողոս Արաքյալը, ասում է հիմա ուրախ եմ իմ չարչարանքների մեջ, որ կրում եմ ձեզ համար։ Եվ իմ մարմնի մեջ լրացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասը։ Սրա մասին եմ ինչ առաջ խոսում։ Իմ մարմնի մեջ լրացնում եմ Քրիստոսի նեղության պակասը։ Մի փոքր տեղ կար, միգուցե վերք չկար Քրիստոսի մարմնի վրա, ես իմ մարմնով կլրացնեմ պակասը, հոգուտ նրա մարմնի, որ եկեղեցին է, այս հայտնությունը մենք պիտի վերցրած ապրենք, եկեղեցին Քրիստոսի մարմինը, իսկ ես մարմնի անդամ եմ, մի փոքր մաս եմ, նյարդային համակարգում պատասխան եմ տալիս, որ խաղաղություն լինի, ականջի մեջ մի հատ, գիտես ականջի մեջ բաներ կա, որ պատասխան է տալի լսողության, պատասխան է տալի հավասարակշռության, ականջի մեջ կուբիկներ կան այսպես, քարեր կան, մի քարն ես դու միգուցե, որ պատասխան ես տալի մարմնի, Տիրոջ մարմնի բալանսին, եթե այդ քարերը չլինի ականջի մեջ, մարդը ընկնում է, հասկանում ես հավասարակշռությունը կորցնում եւ ընկնում է գետնին, գլխապտույտներ ունենում, այո, համար երբ որ արտանում ես առավոտը, անմիջապես մի հելու վազի տուալետ,
Հել նստի, այդ հայր մեր ասա ու նոր գնա քո գործերով։ Թող մի հատ այդ ներսիդ կուբիկները գայա տեղ են գնի, թե չէ հելում ու գնում են։ Միգուցե դու այդ քարերից մեկն ես Տիրոջ ականջի մեջի, մի փոքր մաս ես։ Ես երբ որ ես առաջի անգամ եկա կյանքի խոզ եկեղեցի, դա 2010 թվականն էր, եւ ես տեսա այդ մեծ մարմինը, եւ ես համեմատեցի այդ մեծ մարմինը մի հատ մեծ նավի, ես տեսա հոգու մեջ այդ նավը ասենց գնում է ու սարուսները ջարդելով էր գնում։ Մեծ նավ էր։ Եվ ես գիտես մի հատ աղոտ քարեցի։ Եկա իմ տուն, տեսա այդ մեծ տեսիլքը, որ Արտուրը խոսում էր ազգերի մասին, խոսում էր, չգիտեմ, շատ փրկվածների մասին։ Մեծ տեսիլք էր տալիս ու ես գնացի տուն, գնացի իմ պատշգամբ, ասեցի Տեր, խնդրում եմ ինձ դարձրու այդ մեծ նավի փոքր շուռուպը։ Պույճուր ինչ միտեղ ձգի ինձ։ Ձգի ներքի տեղից դուրս չգամ։ Սարվատին է մնամ այդտեղ ներողություն։ Բայց մնամ այդտեղ։ Ինձ որտեղ ուզում ես ձգի, մի հատ պույճուր մաս լինեմ, այդ մեծ նավի պույճուր մասը դա օրհնություն է։ Ես դեռ խոսում եմ նավի մասին, բայց Տիրոջ մարմինը մեծ, փառահեղ, ահռելի։ Եվ նրա, գիտես, նրանից պիտի հոսի այդ յուղը, այդ փառքը, նրա քղանցքի միջոցով գնա եւ հոսի մտնի մարդկանց տները։ Տիրոջ մարմինը պիտի այդպես քայլի գեղեցիկ երկրի վրա ու լցնի խավարը լուսավորի Հիսուսի անունով։ Նայեք շարունակեմ, ասում է, որի սպասավորը եղա ես ըստ Աստծո այն տնտեսության, որից տրված է։ Ձեզ Աստծո խոսքը քարոզելու։ Եվ ասում այդտեղ խորհուրդ կա։ 26-րդ խոսք։ Այն խորհուրդը, որ ծածկված էր դարերի եւ սերունդների, սրա մասին է խոսում ես։ Այս խորհուրդը, հենց այս խորհուրդը ծածկված էր դարերի եւ սերունդներ, դարեր եւ սերունդներ շարունակ։ Իսկ հիմա հայտնվեց իր սուրբերին, 27-րդ խոսք։ Աստված կամեցավ ցույց տալ նրանց, թե ինչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը։ Այս գաղտնիքը ունի փառավոր ճոխություն, ճոխ գաղտնիք ասա։ Եվ Աստված կամեցավ իր սուրբերի միջոցով, եկեղեցու մարմնի միջոցով, քո միջոցով ցույց տա։ Ինչ է այդ փառավոր ճոխությունը։ Այն խորհուրդը, որ ծածկված է դարերի սերունդների մեջ, Աստված կամեցավ ցույց տալ նրանց, թե ինչ է այդ խորհրդի փառավոր ճոխությունը հեթանոսների մեջ։ Գիտես որն է։ Գիտես որն է այդ փառավոր ճոխությունը։ Քրիստոսը ձեր մեջ։ Քրիստոսը ձեր մեջ։ Նորից եմ ասում, այդ փառավոր խորհրդի ճոխությունը, ներողություն, խորհրդի փառավոր ճոխությունը, սա է Քրիստոսը ձեր մեջ։ Սա ամենամեծ հայտնությունն է։ Բայց եթե Քրիստոսը իմ մեջ, ինչու եմ ես շարունակում անկարգ կյանքով ապրել։ Բայց եթե Քրիստոսը իմ մեջ, ինչպես եմ ես շարունակում բամբասել։ Բայց եթե Քրիստոսը իմ մեջ, ինչու եմ ես շարունակում ատել։ Բայց եթե Քրիստոսի մեջ, ինչու եմ շարունակում նախանձել։ Ինչու։ Այդ անկարգությունը որտեղից իմ մեջ, եթե Քրիստոսի իմ մեջ։ Թող ամեն իրեն բռնացնի։ Ամեն յուրաքանչյուրս այստեղ թող մեզ բռնացնենք։ Դու գիտես մեկի սուտ խոսալը, դու գիտես այն մեկի նախանձը, դու գիտես այն մեկի ատելությունը, բայց դու չգիտես իմը, ես չգիտեմ քոնը։ Հա? Այն մեկը չգիտի, այն մեկը գիտի քոնը կարող է։ Դու գիտես մեկի նախանձը, այն մեկը գիտի քո ատելությունը։ Քվիդեք, չէ, քվիդ չեք, պիտի պայքարենք, պիտի աղոթենք։ Դու գիտես իմ ակահությունը, ես է գիտեմ քո նախանձը։ Քվիդ ենք հովիվ ջան, չէ, չեղավ։ Պիտի ապաշխարենք։ Պիտի ապաշխարենք։ Նորից եմ ուզում այստեղը, որ դու բռնես։ Սա մեր այսօրվա քարոզի գլխավոր անկյունակարն է։ Կողոսացիների առաջի գլուխ 24 խոսքից 26 խոսքից կարդամ։ Այն խորհուրդը, որ ծածկված էր դարեր եւ սերունդներ։ Այս խորհուրդը, այս գաղտնիքը ծածկված էր 4000 տարի, դարեր եւ սերունդներ։ Շարունակ
իսկ հիմա հայտնեց իր սուրբերին։ Եկեղեցուն Աստված կամեցավ ցույց տալ նրանց, թե ինչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը հեթանոսների մեջ, որն է Քրիստոսը ձեր մեջ։ Քրիստոսը յուրաքանչյուրիս մեջ, Քրիստոսը յուրաքանչյուրիս մեջ։ Եվ երբ որ ես աղոթում եմ ինչ-որ մեկի համար, ես շանս եմ տալի Քրիստոսին իր ձեռը դնի հիվանդի վրա։ Երբ որ ես գնում քարոզում եմ ինչ-որ մեկին, ես շանս եմ տալի Քրիստոսին, որ խոսա ինչ-որ մեկի սրտի հետ։ Երբ որ ինչ-որ միտեղ խավար է, ես գնում եմ այնտեղ այցելության, ես շանս եմ տալի Քրիստոսին, որ իր լույսը ծագեցնի այնտեղ։ Դու Աստծո շանսն ես երկրի վրա։ Այստեղ։ Որ մենք քարոզում ենք, ասում ամեն մարդու խրատելով եւ այլն եւ այլն։ Մենք քարոզում ենք, մենք բացում ենք Քրիստոսի մարմինը, եկեղեցին, հայտնում է ամեն մարդու խրատելով, ուսուցանելով, ամենայն իմաստությամբ, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնի Քրիստոս Հիսուսով։ Դրա համար էլ աշխարհում ենք, պայքարելով նրա ուժի չափով, որ զորությամբ գործում է իմ մեջ։ Սա պայքար է։ Այս կյանքը պայքար է։ Եվ մենք դրա համար ենք, որ քարոզենք, խրատենք ամենայն իմաստությամբ եւ խորությամբ։ Իրես Պողոսը հասկացել էր սա, թե ով է նա Քրիստոսում եւ ինչ պիտի անի Քրիստոսի մարմնի համար։ Եվ սա դուր բացեց նրա համար։ Սա Պողոսն էր, ով գիտեր թե ով է Քրիստոսում։ Հիմա հարց. իսկ դու գիտես թե ով ես դու Քրիստոսում։ Դու գիտես ինչ պիտի անես Քրիստոսի մարմնի մեջ։ Դու գիտես քո տեղը Քրիստոսի մարմնի մեջ։ Եթե գիտես, հրաշալի է, հաստատվիր, հանգստացիր, խաղաղ քո կյանքը շարունակի այդպես էլ դինելով օրհնություն։ Գիտես մի կին կար, նրա անունն էր Աննա, օրինակ ես հաճախ բերում եմ, Մարգարեոհի էր նա, եւ նա իր տեղը գիտեր ինչ պիտի անի։ Նա սպասում էր, որպեսզի գրկի մանուկ Հիսուսին եւ օրհնի։ Սիմեոն ծերունի կար, նա սպասում էր, որ գրկի մանուկ Հիսուսին եւ օրհնի։ Եվ Աննայի մասին գրված է, որ նա ծոմով եւ աղոթքով ծառայում էր Աստծուն Աստծո տաճարում։ Դա նրա կանչն էր, դա նրա տեղն էր եւ նա շատ լավ հասկացել էր, թե նա ով է Աստծո դաշտի մեջ։ Դա համար հրաշալի է, երբ որ դու գիտես։ Եթե չգիտես, հանդիպիր, ով ես դու, ես Հիսուսն եմ։ Թող չլինի այս խոսքը, դու որին հալածում ես, թող չլինի, ես Հիսուսն եմ։ Ինչ անեմ քո համար, եւ Տերը կասի։ Տերը կասի գնա այն փողոցը եւ Անանիային կուղարկեմ, կաղոթի քո համար եւ նա քեզ կասի, թե ինչ պիտի անես։ Հիսուսը չասեց, այլ Անանիան նրան ասեց, թե ինչ նա պիտի անի։ Դա համար գիտես, դա համար է ասում, կա ականջ, իսկ կա խոսացող բերան։ Մենք չպիտի տեղերը խառնենք։ Ամեն Փառք Հիսուսին, արի միասին աղոթք անենք։ Հիմա եկեք կանգնենք Աստծո ներկայության մեջ։ Եվ ես ուզում եմ, որ մենք աղոթենք եւ թող որ իրականում, եթե չգիտես Քրիստոսի մեջ ով ես, թող որ Տերը օրհնի, բացի միտքդ եւ հասկանաս այդ փառավոր ճոխությունը, որն է։ Եվ ես արդեն 2026 թվականից դու արդեն իմանաս քո տեղը, դիրքը, քո կանչը եւ ընտրությունը, ինչպես Պետրոս Առաքյալն ասում, հաստատուն դարձրեք, ամեն ջանք արեք, որ հաստատուն դարձնեք ձեր կանչը եւ ձեր ընտրությունը։ Այսպես անելով չեք սխալվի։ Դա Առաքյալն ասում։ Արի փակենք մեր աշկերը, խոնարհեցնենք մեր գլուխները Աստծո առաջ։ Հայր իմ Աստված, շնորհակալ եմ քո հավիտենական խոսքի համար։ Շնորհակալ եմ Տեր քո հոգու համար, շնորհակալ եմ Տեր քո եկեղեցու համար, որը սյունն է եւ խարիսխն է այս երկրի վրա, որը աղն է եւ լույսն է, որը քո շուրթերն են, քո ձեռքը, քո ոտքը, քո սիրտը, թող քո մարմինը Տեր քեզ փառք բերի Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր իմ Աստված, շնորհակալ եմ, օրհնիր խնդրում եմ քո եկեղեցին, քո մարմինը, օրհնիր մեր հետագա ընթացքը, մեր ամբողջ ընթացքը քո ձեռքերի մեջ եմ հանձնում, Տեր, փառավորվի եւ մեծարվի, այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, հալելույա, ամեն, ամեն, Տերը օրհնի քեզ շատ, սիրելի եկեղեցի, Տերը օրհնի քեզ ու պահի քեզ,
Տերը պայծառեցի իր երեսը քեզ վրա եւ ուղղորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ թող որ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու միշտ մեզ հետ լինի։ Հիսուսի զորավոր անունով։ Գնաս Տիրոջ խաղաղությամբ, Տերը օրհնի քեզ քո շաբաթը, չես մոռանում տնային խմբակները, աղոթքի ծառայությունը եւ քո ծառայությունը։ Եղիր պտղաբեր, եղիր օրհնված Հիսուս Քրիստոսի անունով։ Մի երգ կվերցնենք, կպատվենք Տիրոջը եւ գնաս Տիրոջ խաղաղությամբ։